Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, ասում են մարդն ապրում է այնքան ժամանակ, ինչքան նրա մասին խոսում են եւ նրան հիշում են։ Այսպես կարելի է բնութագրել նաև մեր բոլոր այն հերոս տղաներին, որոնց մասին այո չենք դադարում խոսել, երգեր եւ բանաստեղծություններ ձոնել։ Այսօր խոսելու ենք հենց այս թեմայի մասին, մի հերոս զինվորի մասին, որի հենց ձոնվել է երգ։ Տաղավարում հյուրընկալել ենք Արա Ռոստոմյանին եւ երգիչ երգահան Մուրադ Մշեցուն։ Բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Արա Ռոստոմյան, Հակոբ Ռոստոմյանի հայրը։ Ուզում եմ զրույցը սկսենք, գրվել է երգ ձեր որդու մասին, Արա, եւ մինչեւ երգին անցնել եք, կուզենամ զրույցը սկսենք մի փոքր հուշերով, Հակոբի մասին։ Բնականաբար վառ հուշերով, որովհետև մենք միշտ էլ մեր հերոս տղաներին հիշում ենք իրենց հերոսություններով, իրանց վառ պայծառ դեմքերով, սխրանքներով։ Կուզենամ մի փոքր պատմեք, հիշենք, թե ինչպիսին էր Հակոբը։ Շնորհակալություն հրավերքի համար։ Եվ ասեմ, որ ես երբեք այլ ձև Հակոբին չեմ հիշում եւ նաեւ իմ շրջապատին նույնը հորդորում եմ, որ երբեք որևէ ձևով նախ Հակոբի մասին անցյալով չխոսեմ, որովհետև ինձ համար դեռ Հակոբը Արցախում է, դեռ պայքարում է, դեռ այնտեղ մարտնչում է եւ ոնց որ երգում էլ այդ բառերը կա, ինքը իր մարտակերտում է, այնքան են ասել մարտակերտի ռոս, որ նույնիսկ Facebook-ով աղջկաս գրել էին, ասել են դուք արցախցի եք, Պարագային, որ Հակոբը ծնվել է Երևանում, մեծացել է այնտեղ, ավարտել է ֆիզմատ դպրոցը, որից հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ավարտել է ֆակուլտետը, բանակ զորացրվելուց հետո ինքը գնաց 6 ամիս սովորեց Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում, ստացավ լեյտենանտի կոչում, նշանակվեց Արցախ Մարտակերտի տարածքում որպես դասակիր հրամանատար, դա այն թվերն էր 10-ից 15 թվականը ծառայել է Մարտակերտում, սկզբնական շրջանում որպես հրաձգային դասակիր հրամանատար, այնուհետև նշանակեցին իրեն հակատանկային դասակիր հրամանատար, բայց 13-ից 15 թվականները, երբ որ ամեն օր դիվերսիաներ էր լինում եւ իրեն նշանակեցին հակադիվերսիոն ջոկատի հրամանատար եւ այդ 2 տարիները Մարտակերտի հատվածի այդ շրջանը բոլոր դիվերսիաները իր հրամանատարությամբ հետ մղվե, իսկ 14 թվականի օգոստոսին Մարտակերտում դայնացավալ մեծ հարձակում եղավ, որը նաև բնութագրեցին որպես պատերազմական գործողություններ նախկին պաշտպանության նախարարը եւ այդ ժամանակ էլ մոտ 200 դիվերսիոն գործողություններ եղան մի ամսվա ընթացքում եւ բոլորը հետ մղվել, բազմաթիվ շարժական տեխնիկա, հենակետեր, երկար կրակակետեր, ամբողջը Հակոբի ջոկատով խոցվել։ Իսկ ինքը որպես երեխա շատ աշխույժ երեխա էր, փոքրուց սպորտ էր սիրում եւ հաճախում էր սպորտի, որտեղ գնում էր արագ էր հաջողության հասնում։ Նույնը տեղի ունեցավ, երբ որ ինքը ֆիզիկայի ֆակուլտետը ավարտելուց հետո դառավ սպա եւ գնաց ծառայության, արդեն մի քանի ամիս հետո, երբ որ նոր սպաներ էին գալիս, բոլորին ասում էին եթե խնդիրեք ունենամ գնացեք Հակոբի մոտ եւ այդ հարցերը ինքը կլուծի։ Այդ ամեն ինչը տեսանկարահանված է եւ իր զինակից ընկերները, այսօր բարձրաստիճան սպաներ, բոլորը իր ֆիլմում նաեւ ներկայացնում են այդ ամենը, այնպես չի որ որպես ծնող ես ներկայացնում եմ իրեն, այդ ամբողջ իր զինակից ընկերները, իր զինվորներն են պատմում եւ վերջերս փետրվարի 13-ին իր ծննդյան օրն էր, իր զինվորներից մեկը հարցազրույց էր տվել եւ այդ ամբողջը ներկայացրել էր։ Բոլորին ստիպում էր, որ գիրք կարդան, ինքը տնից գնալուց
ուրիշները եթե նամաների պահածոներն են տանում կամ ինքը իր ամբողջ պայուսակը գրքեր էր լինում եւ հայրենասիրական գրքեր, բոլորին ստիպում էր գիրք կարդալ եւ ազատ ժամանակները նաեւ շախմատ էր սովորեցնում զինվորներին, նաեւ շախմատ էր լավ խաղում եւ բոլորին ասում էր, որ զինվորը պետք է կրթված լինի, պետք է գիտուն լինի եւ ամեն մի գործողությունից առաջ պարտադիր իր հեռախոսում կար շատ հայրենասիրական երգեր, ամեն գործողությունից առաջ ստիպում էր, որ երգերը լսեն, նոր գնում են գործողության։ Եվ նաեւ այդ վերջի 2 տարիները զինվորներն են պատմում, ամեն նոր երեկոները դե որ հավաքվում են բլինդաժում եւ զրուցում էին, միշտ ասում էր, որ վերջի նռնակը եւ վերջի փամփուշտը քո համար է, երբեք գերի չընկնեք։ Ու իր զինվորները բոլորը պատմում են դա։ Եվ նաեւ 20 թվականի հոկտեմբերի 6-ն էլ երբ որ ցաներ վիրավոր էր, զինվորը մոտենում է որ օգնի, ինքը հրամայում է որ նռնակը դնեն ձեռքը եւ հեռանա, որովհետեւ տեղանքը վտանգավոր է եւ հնարավոր է որ այդ զինվորն է զոհվի։ Եվ նաեւ ֆիլմում զինվորը ներկայացնում է Նարեկ զինվորը, ինքը ներկայացնում է որ 18-19 տարի չճանաչես նենց մարդու, որ 5 օրվա մեջ ինքը քո կյանքը փրկի եւ այդ գործողությունը ասում է ինքը փրկեց իմ կյանքը եւ ֆիլմը այդպես է ավարտվում է։ Ինքը գնացել էր կյանքեր փրկելու համար։ Պարոն Ռոստոմյան, խոսեցինք Հակոբի հայրենասիրության, հայրենասեր լինելու մասին, բնականաբար այդ ամենը սկզբում ընտանիքից է գալիս, բայց այդուամենայնիվ գուցե կա ինչ-որ մի իրադարձություն, պատմություն, որով նա ամեն դեպքում ոգեշնչված էր, քանի որ որքան էլ տանը հայրենասիրություն սովորեցնում են երեխային, բայց մարդու բնույթից պետք է լինի կամ իրադարձություններից ելնելով։ Ինչ-որ իրադարձություն կամ գուցե նրա բնույթներ փոքրուց երբ զգացիք, որ նա իսկապես հայրենասեր է ու դա կեղծ խոսքեր չեն։ Նա հայրենասիրությունը ձեռքբերովի չի, դա այրանք անչով է լինում։ Մենք իմ պապերը Իգդիրից են գաղթվել եւ ես այն ինչ որ իմ պապուց լսել եմ, նաեւ դա փոխանցվել է եւ միջավայրը նշանակություն ունի։ Մենք ապրում ենք Կոնդում, Կոնդեն թաղամասն է, որ տղաները տղա են մեծանում եւ շրջապատա լինում, այսինքն այդ ամեն ինչը որ չգիտեմ, չեմ ուզում որևէ այլ Չէ, հասկանալի է։ Իրենք այնպես են մեծացել տղաների միջավայրում եւ նաեւ այն արժեքները, որը որ տղամարդը պետք է կրի իր մեջ, դպրոցական տարիքից ինքն է իր մեծ եղբայրն էլ այդ ամեն ինչը գրել են եւ եթե մարդ մեծանում է տղայական միջավայրում եւ նաեւ հայրենասիրական միջավայրում, ինքը այլ ձև չի կարող գործել։ Եվ երբ որ ինքը գնաց արդեն ծառայության, այդ հողը Արցախը բոլորս էլ գիտենք, ով չի եղել, շատ բան է կորցրել։ Արցախից երբ որ վերադառնում ես, դու սիրահարվում ես Արցախին, թեկուզ մի անգամ տեսնելով, եւ այսինքն Արցախի հողն է հայրենասիրություն նաեւ ներշնչում մարդկանց։ Իսկ այսօր հայրենասիրությունը միայն մնացել է եռաբլուրում եւ պանթեոններում։ Եվ նաեւ երգը ինչ որ ձևի դրա մասին է, որ քանի դեռ մենք չենք ասում այդ բարձրալի նպատակին, դեռ իրենց կարիքը զգացվում է։ Եվ հայրենասիրությունը մնում է խոսքերի ու կենացների մակարդակում ցավոք սրտի։ Մուրադ, խնդրում եմ պատմեք ձեր համագործակցության մասին, երգը ստեղծվել է համատեղ ուժերով, թե պարոն Ռոստոմյանը գրել է, հետո դիմել է ձեզ։ Դե գաղափարական առումով մենք նույնն ենք։ Մենք նույն արժե համակարգն ենք գրում այդ առումով։ Ես հանկարծ եմ իմացել, որ նման երգ կա գրված, իմ ընկերն ասել, Արան էլ չի ասել, մեր ընդհանուր ընկերն է փոխանցել։ Հետո մենք հանդիպեցինք, ես տեքստը նայեցի, առհասարակ ես ուրիշի գրած տեքստերի վրա չեմ աշխատում, հազվադեպ է լինում, ոչ թե վատն են, այլ չգիտեմ։ Չեք զգում։ Չեմ զգում, արյունով չեմ զգում, բայց ոչ թե Արանը իմ կողքս դրա համար եմ ասում, այլ ուղղակի
ինքը երևում էր, որ ինքը կարդացած գրականություն, պոեզիա իմացող մարդու գիր է, ու ինքը իր մեջ երաժշտություն կար։ Ես սկզբունքորեն դեմ եմ բառերի վրա երաժշտություն գրելուն։ Ես միշտ ասում եմ, բառերի մեջի երաժշտությունը պետք է հանես։ Այլապես ինքը կեղծ է լինում, շատ կեղծ է լինում։ Որպես կանոն, այդ տեսակ երկերը չեն ապրում։ Այն բառերի վրա, որ դու երաժշտություն ես գրում, այդ երկերը չեն ապրում։ Եթե բառի մեջ երաժշտություն չկա, եթե խոսքի մեջ երաժշտություն չկա, եթե ընդհանուր արդեն տեքստի մեջ, անասելության մեջ երաժշտություն չկա։ Այս իմաստով հեշտ էր։ Ես ընդամենը մեկ անգամ կարդացի, հետո երկրորդ անգամ երգել եմ ես իրան։ Դրա համար ինքը ապրող երգ է։ Սկզբունքորեն տես դեմ եմ ես անհատական մարդկանց նվիրված երգերին, այսպես։ Ես Արայիս ասել եմ, որ դա փոքր ժողովուրդներին բնորոշ բան է, էլի, երբ որ անհատներին ես ընդհանրականի կողմնակից եմ, բայց Արան այնպես էր գրել, որ վերջում ենք իմանում, որ ինքը բան, ասենք, Հակոբին նվիրված երգ է։ Այո, հավաքական է ինքը, իր մեջ հավաքականություն կա, ծեր, մեր այս սկզբունքն է միշտ աշխատում է, չես բանը սենց կարմիր գծի նման գնում է։ Այնպես որ համինց հոգեհարազատ բաներ, համ էլ, չգիտեմ, մենք ամենափոքր, ամենամինիմալ բանը, որ մենք պարտավոր ենք անել գոնե իրանց արածի համեմատ։ Այնպես որ ինչ որ արել ենք, սիրով ենք արել եւ անմնացորդ սենց նվիրումով։ Եթե կարելի այդպես բնութագրել։ Իրանց նվիրումի համեմատ, երբ որ սենց ամբագորպոր բաներ ես ասում, ամաչում ես։ Կանում համեցում ես եղել։ Բայց ամենքս մեր տեղում, մեր ձևաչափում պետք է իհարկե, սա դիպետական բան լիներ, մոտեցում լիներ, շատ վատ այս իմաստով էլի, այսինքն մենք հիմա ես միշտ ասում եմ, ընկերներ ասում ենք ոնց որ ֆիդայական կռիվ տանք հիմա հայրենասիրական ազգային երկը պայելու մշակույթը պայելու, անցել ենք ֆիդայական կռվի, որը էլ եմ ասում ինքը ձախողված կռիվ է լինելու, ինչ առումով եմ ասում չի կարող հաջողի ֆիդայական կռիվը, ինքը կարող լոկալ հաղթանակներ տանի, բայց հավաքական առումով պետք է մտածել պետական մոտեցում լինես ամենին, այս զիլ տղերքը, այս լավագույն տեսակը, այս որց տղերքը հենց այնց գնացին ու վերջ։ Այսինքն այս սերունդերին բան ունենք փոխանցելու, թե չէ։ Երկի տեսքով պետք է լինի, ֆիլմի տեսքով պետք է լինի, գրականության տեսքով, հենց որ այս բոլորը ինչ որ ես նշեցի, մենք այդտեղ պարտության հետևից ենք գնում։ Չկա այդ պետական մոտեցում։ Այո, չէ՞ որ երկար տարիներ հենց այդ նույն սերունդը, եթե չեմ սխալվում, շատ հայրենասիրական ամուր երգեր էին լսում հայրենիքի մասին, Հայաստանի հայի տեսակի մասին, դրա համար նաև բացի ընտանեկան դաստիարակությունից նրանք այդքան ամուր մեծացան հոգեպես ու ֆիզիկապես։ Երգն ինչպես է կոչվում, հարգելի հյուրեր, եւ որևէ հարթակում կա արդեն համացանցային։ Երկը անուն չունի դեռ։ Ես էլ ուզում ասել, Եվ նաև հարթակումն էլ չկա, մենք պետք է շնորհանդես կազմակերպենք եւ նաև ուզում ենք, որ տեսահոլովակ նկարահանվի, որից հետո դա հանրությանը կներկայացվի։ Այդ այնպես ստացվեց, որ Մուրադը մի քիչ ամեստորեն ներկայացրեց, երբ որ բառերը տվեցի Մուրադին, երրորդ օրը ինքը արդեն երկու տուն երկած ինձ ուղարկեց, երրորդ օրը։ Դա շատ քիչ է ստացվում, որովհետև եղել են այլ երգահաններ, որոնց որ երկի բառերը տվել ես, բայց օրերով, ամիսներով ինչ-որ բաներ են մտածել։ Այսինքն, եթե մարդ մտածում է այն ձևի ինչ բառերը, որ գրված է այդտեղ, իր համար շատ ավելի երևի հեշտ է եղել։ Ես զարմացա, որ երրորդ օրը երգը ուղարկեց ինձ եւ էլ չուզեցանք որևէ այլ տարբերակի վրա կանգնել։ Ասեց, սա դեռ խմորն է, մի փոքր վրանք աշխատեմ, բայց այն ինչ որ սկզբանե իր մտքով եղել էր, դա ներկայացրեց։ Ես բառերը տվել եմ դեկտեմբերի վերջ, երևի 27-28-ին։ Փետրվարի 13-ին Հակոբի ծննդյան օրը Եռաբլուրում արդեն գործիքավորված ամբողջական երգը այնտեղ ճիշտ է հեռախոսով դրեցինք եւ պրեմիերան հենց Եռաբլուրում եղավ։ Այս ուղղակի եղավ, որ այնտեղ հավաքվածները ասես լսան, որ երգ կա։ Բայց որպես այդպեսին երգը
մի փոքր ավելի ուշ հանրությանը կներկայացվի։ Այո, մոտավոր ժամկետներ կա, որպեսզի հեռուստադիտողը տեղեկացված լինի, թե երբ կարող են լսել։ Վստահ եմ շատերը, այո, տեսնել, լսել, շատերը վստահ եմ սպասում են եւ կուզեն տեսնել։ Մեկ դա կախված է համապատասխան ստեղծագործողից։ Հիմա ես որ բառերը տվել եմ Մուրադին, չի ակնկալում, որ մետրվարի 13-ին ինքը կավարտվեր։ Որովհետև եղել են երգարաններ նույն ուրիշի մոտ էլ այդ բառերը գտնվում, բայց մինչև հիմա դեռ մտածում եմ։ Հասկանում եք, հիմա նույն ձևի տեսալովակը հանելու համար ես ռեժիսորների մեր Սամվելին եմ Թաթևոսյան խնդրել, որտեղ այնտեղ պետք է կադրեր լինի, որը պատերազմի դաշտից լինի, այսինքն ինքը երբ որ երգը լսելուց հետո սցենարը իր մեջ ունենա, նոր այդ ժամանակ վստահաբար կասենք 10 օրից 20 օրից թե 2 ամսից, որովհետև դա ստեղծագործողի խնդիրն է, ես չեմ կարող ասել երբ։ Հենց վաղը ներկայացվելու է Սամվելին, բայց որքան ժամանակով ինքը այդ ամեն ինչը կանի, չեմ կարող ասել։ Եթե կարելի է մի բան ավելացնեմ, հատուկ ուզում եմ շնորհակալություն ասել Գատապենտ համահիմնադիր Գարեգինին Արաքելյան, ինքնագործիքավորում արել լավագույն երաժիշտներից մեկն է այսօր մեր հանրապետությունում այդ ժանրի մեջ իր մարդկային մոտեցման համար շատ շնորհակալ ենք։ Տեսեք ամեն ինչ մի տեսակ շուկայի է վերածվել մեր մոտ եւ մարդն է, գումարն է, հեսա, այսինքն այդ Հոգի չի դրվում։ Հոգին եւ մոտեցումը թե ինչի համար է, ում համար է եւ սրանք այսինքն 4 բիզնես կանոններ են գործում։ Ի պատիվ իրան ինքը միշտ էլ Գարեգին այդպես է եղել, ինքը շատ մարդկային մոտեցում դրսևորեց, որի համար շատ շնորհակալ եմ։ Ես կան բանի ուզում ավելացնել, որ խղճից ծանրանար։ Դեռ երգը իհարկե լայն հանրությանը ներկայացված չէ, տեսահոլովակել չկա, բայց ինձ անձամբ կարծում եմ նաև մեր հեռուստադիտողներին էլ հետաքրքիր կլինի որևէ քառատող թեկուզ բանաստեղծության, տեսքով լսել, եթե հնարավոր է երգի տարբերակով, շատ ավելի լավ։ Նայեք, նախ երբ որ երգը լսվում է, առաջի տոնը ոնց որ Հակոբի կենսագրությունը լինի, բայց կենսագրությունը նաև դա ընդհանրական է, իսկ կրկներգը վերաբերվում է ամբողջ մեր նահատակված տղաներին, որովհետև կրկներգը գնում է այսպես ասում է, դեռ մի հանդարտվիր մեր հերոսընկեր, ձեր արած գործը դեռ չի ավարտվել, մինչ նոր սերունդներ կելնեն պայքարի, Արցախ աշխարհը ձեր կարիքն ունի։ Եվ իրոք այսօր քանի որ ամբողջ այդ հայրենասիրությունը ոչնչացվում է որևէ իշխանությունների կողմից, միակ հայրենասիրական տեղը, որ մնացել է, դա պանթեոններն են, Եռաբլուրն է, եւ նաեւ ոնց որ դիմում ենք իրանց, դեռ մի հանդարտվեք, երբ որ ժողովուրդը գա այդտեղ ձեզ տեսնի, ոգևորվի, որ ելնեն պայքարի, այսինքն այս առումով մենք նաեւ իրենց պահում ենք, մինչեւ նոր սերունդներ կելնեն պայքարի, սա կրկներգն է, իսկ նաեւ այնտեղ նաեւ երիտասարդներին ուղղված հատված կա, որ չարը բառը թուրք էր գրված, Մուրադը խնդրեց, որ անպայման թուրքը հանվի մեջից, որովհետև այդ հայրենասիրական երգի մեջ նույնիսկ այդ բառը չլինի եւ թուրքը փոխեց չարով եւ այնտեղ կա, որ չարը կվախենա մեր բասկից, ինչպես փախչում էր կոզոր զարկից, բայց այստեղ խնդիրը չի գնում զուտ Հակոբին, այլ ընդհանրապես այդ տղաներին է վերաբերվում։ Այս առումով ավելի ինքը երիտասարդներին ուղղված է, ավելի այն սերունդին ուղղված, ովքեր որ նույն ձևի են մտածում եւ ոգևորող աղբյուր է իրենց պետք։ Դա ֆիզիկականով է տրվում, թե հոգևորով է տրվում, թե երգով, քիչ առաջ Մուրադն ներկայացրեց, դուք ներկայացրեցիք, թե խոսքով, նույնը բարերով, այսինքն պետք է ներկայացվի եւ իրոք շատ տեղին ներկայացրեց, որ մեր Հակոբի սերունդը դաստիարակվել է նաեւ այն երգերի վրա, որը որ մինչ այսօր գործում է, պիտի գնանք վաղ թե ուշնա, թե նույն Արցախի հետ կապված երգերը, երբ որ գրվեցին, նույն Թաթուլ Կրպյանի երգը, երբ որ գրվեց, այսինքն այս ամեն ինչը եւ դաշնակ դրանք այն ոգևորող երգերն էին,
Եվ նաև կուզենամ ներկայացնեմ Հակոբի սիրած երգերից էր Գետաշենը, որ միշտ որ ասում եմ հայրենասիրական երգեր կար, դրանց մեկը հենց Գետաշենն էր։ Դրանք բոլորը բնական պայմաններում ստեղծված, ոչ թե ինչպես դուք արդեն ասացիք, արեստացին երգեր չեն եւ հուսով ենք այս երգը եւս նույն ազդեցությունը ունենալու է։ Եվ ենք մեր Մուրադին, որ եթե հարմար է, թող նաև փոքր ներկայացնի։ Բարոն Մշեցի, խնդրեմ։ Իգդիրի զաղակ Ռոստոմյան տոմի Կյանքդ զոհեցիր հանուն Արցախին, դու անմահացար քո Մարտակերտում, որ խաղաղ ապրի հայ իր հողում, որ խաղաղ ապրի հայ իր հողում։ Դեր մի հանդարտվիր մեր հերոս ընկեր, ձեր կիսատ գործը մենք դեր կավարտենք, միշտ նոր սերունդներ ելնեն պայքարի, հայոց Արցախը ձեր կարիքն ունի, դեր մի հանդարտվիր մեր հերոս ընկեր, ձեր արած գործը դեռ չի ավարտվել, միշտ նոր սերունդներ ելնեն պայքարի, հայոց Արցախը ձեր կարիքն ունի, հայոց աշխարհը ձեր կարիքն ունի։ Շնորհակալություն։ Հիշողություններ այո պահպանող եւ ոգեկոչող երգ, որը վստահաբար մյուսների շարքին կդասվի եւ երկար կապրի։ Շնորհակալություն ձեզ նախ մեզ մոտ հյուրընկալվելու համար, ձեզ երգի, ձեզ էլ իհարկե Հակոբի նման հերոս մեզ պարգևելու համար։ Շնորհակալություն։ Ազգին ու ազգային նվիրված գնացեք երեխեք շամպին դրեք։ Շնորհակալություն։ Սա բարև երկիրն է, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։